Եզդիներ, Միջին Արևելքի իրանալեզու ժողովուրդ, լեզուն էզդիկի, քրդերենի քուրմանջի բարբարի խոսվածք, որպես հնագույն ազգ առաջացել է Միջագետքում, Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը, եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ, ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիներն իրենց կրոնը, եզդիականությունը կոչում են շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից, որոնք էզդիկի կոչվում են կավլ կամ ամբողջական ըլմ։ Կավլերի լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն աղոթքների ժամանակ։ Եզդիականության մեջ գործում է Սուրբ Երրորդություն գաղափարախոսությունը, ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Մալաք Թավուս, Շեյխ Ադի և Սլթան Էզիդ։ Հյուր է այն կարծիքը, թե իբր Սլթան Էզիդը Մուավիայի որդին է։ Մուավիան եղել է արաբ, որն ապրել է 8-ից 9-րդ դարերում, իսկ Սլթան Էզիդը համարվում է լույս, Աստծո կողմից ստեղծված, որի համար ստույգ ժամանակաշրջան չի նշվում։ Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մդհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։ Եզդիական պանթեոնը համալրված է հրեշտակներով, որոնք բոլորն էլ ստեղծվել են Աստծո լույսից և ամեն մեկին տրված է իր դերն ու պարտականությունը եզդիների հոգևոր կյանքում։ Այդ հրեշտակները եզդիների կողմից սրբացվում են և նրանց են նվիրված մի շարք կրոնական տոներ և ծիսակատարություններ։ Պանթեոնը առաջինը համալրել են 7 գլխավոր հրեշտակները Մալաք Թավուսի գլխավորությամբ։ Եզդիական պանթեոնը համալրված է նաև այլ սրբություններով, որոնք ստեղծվել են գլխավոր հրեշտակների լույսից։ Նրանց եզդիները կոչում են Միլաքաթ։ Աստված արարեց 7 գլխավոր հրեշտակներին Մալաք Թավուսից հետո։ Ամեն մեկին համապատասխանում է շաբաթվա 7 օրերից մեկը։ Թվարկեմ հրեշտակների արարման հերթականությունը ըստ շաբաթվա օրերի։ Հրեշտակներ՝ Շիխսն, Շեխուբաքր, Ֆարխադին, Շեխ Շամս, Նասրդին, Սջադին, Շիխադին։ Եզդիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ շեխ, փիր, մրիդ։ Շեխերն ու փիրերը համարվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ և իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի։ Շեխերի խումբը գլխավորում է Շեյխ Ադին, փիրերի խումբը Մալաք Թավուսը, իսկ աշխարհիկ մրիդների խումբը Սլթան Էզիդը։ Ինչպես բոլոր կրոններում, շարֆադին կրոնում ևս կան արգելքներ այդ կրոնը երկրպագող հետևորդների եզդիների համար։ Դրանք են. Դիսկա դանե։ Այս արտահայտությունը նշանակում է, որ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը։ Եզդի տղան իրավունք չունի կնության առնել այն աղջկան, ում ծնողները եզդի չեն։ Նույնը նաև աղջկա պարագայում է։ Շարպկե զերին։ Այս արտահայտությունը նշանակում է, որ ամուսնությունը խստիվ արգելվում է նաև եզդիների կաստաների միջև։ Այն է. արգելվում է փիրերի և շեխերի միջև ամուսնությունը, շեխերի և մրիդների միջև ամուսնությունը, փիրերի և մրիդների միջև ամուսնությունը։ Արգելվում է նաև փիրերի որոշ տոհմերի միջև ամուսնությունը։ Եզդիներին արգելվում է փոխել շեխին կամ փիրին, խստիվ արգելվում է կապույտ գույնը, վարազի միս և կաղամբ ուտելը, նաև արգելվում է չորեքշաբթի օրերին լողանալը և սափրվելը։ Գլխավոր սրբավայրը պատմական բնօրրան Շանգալից 120-ից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լալշա Նուրանին է։ Իր մեջ ընդգրկում է 366 սրբություն և նույնքան անգամ սրբավայրեր իր տարածքից դուրս, որոնք գտնվում են սրբավայրից տարբեր հեռավորությունների վրա, մասնավորապես եզդիների հոգևոր կենտրոն համարվող Բաշիկ ու Բահազանում, Շանգալի լեռնային հատվածում, Մահաթում, Շեյխանում,
Բաադերում եւ այլն։ Սրբավայրը իր տարածքում ունի 7 աղբյուրներ, որոնցից հատկապես առեղծվածային են երկուսը՝ Կանյասպին եւ Ավազմզմ աղբյուրները։ Լալշա Նուրանին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը։ Սրբավայրը այն կարևոր պատմական արժեքն է, որը հիմք է տալիս համոզվելու, որ եզդիները ծնունդ են առել հենց Միջագետքից, ապա ցրվել աշխարհով մեկ։ Լալշա Նուրանին չէ միայն, որ վկայում է եզդիների Միջագետքում ծնունդ առնելու փաստը։ Իրաքի տարածքում գտնվող բոլոր եզդիական սրբավայրերն ու սրբություններն են վկայում։ Թյուր է այն կարծիքը, թե եզդիները ծնունդ են առել Հնդկաստանից, ապա նոր հաստատվել Իրաքի տարածքում։ Չկա այնպիսի պատմական հիմք, որը կապացուցի, որ եզդիները առաջացել են Հնդկաստանից։ Պատմական բնօրրան Շանգալի լեռնային հատվածում ևս կան բավական ապացույցներ, որոնք վկայում են, որ եզդիները ծնունդ են առել հենց Իրաքի տարածքում։ Մասնավորապես լեռնային հատվածում գտնվող քարանձավային հատվածները, որոնք հնագույն ժամանակներում պաշտպանել են եզդիներին թշնամիների հարձակումներից, այդ քարանձավները մինչև օրս պահպանվել են։ Այժմ խոսեմ եզդիների դավադից, որը թարգմանաբար նշանակում է հարսանիք։ Ամուսնությունը կարևոր տեղ ունի եզդիների կյանքում եւ եզդիական հարսանյաց արարողությունները, ինչպես կրոնական տոները, ունեն իրենց հատուկ օրենքները, կարգ ու կանոնը։ Ինչպես նշեցի քիչ առաջ, եզդիների ամուսնությունը այլազգիների եւ կաստաների միջև խստիվ արգելվում է։ Եզդիների հարսանյաց ծեսերի ժամանակ կա երկու շատ կարևոր արարողակարգ, որը պետք է անցկացվի։ Մար բռն, կրոնի տեսանկյունից օրինական համարվող ամուսնություն կամ պսակադրություն։ Մար բռնն ունի նույն իմաստն ու կարևորությունը եզդի ազգի համար, ինչ հայերի համար զույգերի պսակադրությունը եկեղեցում։ Իսկ ըստ եզդիական օրենքի եւ Շարֆադին կրոնի, ամուսնությունն օրինական է համարվում, երբ արարողության ժամանակ անցկացվում է այդ կարգը՝ մար բռնը։ Հնում մար բռնը համարվում էր պարտադիր պայման, իսկ այժմ այն գրեթե մոռացության է մատնվել։ Եվ նախնիներն ասում էին, որ եթե հարսանիքի ժամանակ չի անցկացվում այդ ծիսակարգը, ամուսնությունն օրինական չի համարվում։ Դա արվում է, որ զույգերն ամուսիններ ճանաչվեն նաև Աստծո առաջ թե այս կյանքում եւ թե հանդերձյալ կյանքում։ Մար բռնի ծիսակարգն անպայման պետք է անցկացվի եզդի հոգևորականի կողմից, ով պետք է լինի պարտադիր Շիխսն շեխերի ներկայացուցիչ, քանի որ դա թույլատրվում է միայն այդ շեխերին։ Շեխը 3 անգամ հարցնում է հարսին ու փեսային. դուք պատրաստ եք լինել միասին ուրախության, տխրության, աղքատության, հարստության, հիվանդության պահերին։ Երբ զույգը այդ հարցերից հետո երդվում է իր շեխի առաջ, որ կլինեն միասին հավիտյան, ուրախության, տխրության, աղքատության, հարստության, հիվանդության պահերին, շեխը դրանից հետո իր ձեռքում արդեն գտնվող 7 տարբեր գույնի թելերն իրար է կապում, հյուսում, որից հետո աղոթում է նորապսակների համար։ Աղոթքը վերջացնելուց հետո մաղթում զույգերին երջանկություն, որից հետո նրանք դառնում են օրինական ամուսիններ։ Դարա մրազան օրհնում է։ Կան շեխերի տարբեր տեսակներ, որոնցից մեկը շեխե դարա մրազան է։ Բացատրությունն ինքնին հասկացնել է տալիս, որ բոլոր նորապսակ զույգերը իրենց օրհնությունն են ստանում Դարա մրազա շեխի կողմից այցելելով վերջինիս տուն։ Առաջներում, երբ Փեսայի կողմի հարազատները գնում էին հարսին տուն բերելու, նախքան բուն արարողությունը սկսվելը, նորապսակները պարտադիր գնում էին Դարա մրազա շեխի տուն, որպեսզի ստանային շեխի օրհնությունը։ Այդ ավանդույթն այսօր բացակայում է եզդիների մեջ կամ հազվագյուտ հանդիպող է, քանի որ եզդիները ցրվել են աշխարհով մեկ եւ շատ տեղերում չես գտնի այդ շեխերի ներկայացուցիչներին, որպեսզի այցելես նրանց օջախ եւ ստանաս վերջինիս օրհնությունը։ Վեր նշված այս արարողակարգերը, չնայած 21-րդ դարում գրեթե մոռացության են մատնվել, սակայն շատ կարևոր են համարվում։ Հարսանեկան ծիսակատարության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև զարդարված ծառի ճյուղը, որը պարասնում է Ազաբ եղբայրը։ Մի քանի երիտասարդ Ազաբ եղբոր գլխավորությամբ
գնում են Ծիրանենու դաշտերից գողանում այդ ծառի ճյուղը, որից հետո բերում են Փեսայի տուն և երեկոյան զարդարում տարբեր տեսակի մրգերով և այլ քաղցրավենիքներով։ Կարևոր է նշել նաև, որ այդ ծառի ճյուղը չպետք է կտրվի ինչ-որ գործիքով, միայն համատեղ ուժ գործադրելով պետք է այն կոտրել։ Այդ ճյուղի մեջտեղի հատվածում ճյուղը ամբողջությամբ զարդարելուց հետո կապվում է մի գունավոր կտոր։ Դրա նպատակն այն է, որ առավոտյան Ազատ եղբայրը ճյուղը բոլոր հավաքվածների մեջ պարասնի, ամեն մեկը նորապսակներին երջանկություն մաղթելով, սրտի ցանկությամբ իր նվիրատվությունը թողնի այդ կտորի մեջ։ Եզդիների մեջ դեռևս պահպանվել է հայրական տանից օժիտ բերելու ավանդույթը։ Դա դարերի խորքից եկած ավանդույթ է և նույնիսկ առկա է եղել հին հնդկացիների մեջ։ Օժիտի մեջ հատկապես կարևոր է հարսի ընտանիքի կողմից պատրաստված և նորապսակներին նվիրած բարձը։ Այդ բարձը խորհրդանշում է մինչև խոր ծերություն միասին մի բարձի ծերանալու իմաստը։ Երբ նորապսակներն արդեն գալիս են Փեսայի տուն, այնտեղ նախքան տուն մտնելը դրսում ավանդական դհոլ զուռնան է հնչում, և մինչ բոլոր մասնակիցները պարում են, այդ ընթացքում Փեսան հարսին թողնում է ներքևում, իսկ ինքը բարձրանում է մի ինչ-որ բարձր տեղ, որտեղ արդեն գտնվում է Ազատ եղբայրը։ Ազատ եղբայրը ներքևում գտնվողներից մեկի հետ պայմանավորվելով, այն բարձը, որ բերվել էր հարսի տանից, 3 անգամ գցում է ներքև իր ընկերոջը, որն իր հերթին նորից ետ է ուղարկում վերև և այդպես 3 անգամ, իսկ վերջին երրորդը Ազատ եղբայրը բարձը բռնում է և իր մոտ պահում։ Նշենք նաև, որ ամեն անգամ ներքևից բարձը վերև տալով, Ազատ եղբայրը այն բռնում է, խփում Փեսայի գլխին, ապա նոր գցում ներքև, այդպես 3 անգամ։ Այդ գեղեցիկ ծեսը անցկացնելուց հետո, Փեսան իր ձեռքում գտնվող 3 կարմիր խնձորներով խփում է ներքևում գտնվող իր հարսնացուի գլխին։ Հիմնականում առաջին խնձորն է գցում հարսի ուղղությամբ, իսկ մնացած 2-ը այլ ուղղությամբ։ Խնձորով հարսի գլխին խփելու այդ արարողակարգը միշտ հետաքրքրել է այլազգիներին, և նրանք դա դարձրել են կարծես լեգենդ։ Մարդիկ այնքան են հիանում այդ ծիսակարգով, որ նույնիսկ լսելով, թե եզդիների հարսանիք է ինչ-որ մի գյուղում կամ քաղաքում, գալիս են այդ պահը տեսնելու։ Շատերը ասում են, թե հարսին խնձորով խփելը կապված է Ադամի և Եվայի դրախտից արտաքսման հետ։ Բայց ոչ, ըստ Շարֆադին կրոնի, Ադամին երբ դրախտից վտարում են, պատճառը խնձորը չէ, ցորեն են տալիս և դուրս հանում, իսկ խնձորով հարվածելու այս ծիսակարգը բնավ էլ կապ չունի այդ վարկածի հետ։ Երբ Փեսան խնձորով հարվածում է հարսի գլխին, դա անում է, որպեսզի ամբոխի միջից բոլորին ցույց տա իր էակին։ Ինչպես յուրաքանչյուր ազգի համար է, այնպես էլ եզդիների դեպքում հարսանյաց արարողությունը կատարվում է ըստ իրենց եզդիական ավանդույթի և սովորույթի։ Հնում բավականին տարածված ավանդույթ էր, որ հարսանիքներին իգական սեռի ներկայացուցիչները ազգային տարազ հագնեին։ Հարսանյաց արարողություններն անցկացվում են միմիայն եզդիական երաժշտության ներքո և պարում են մի շարք պարեր։ Վերջում նշեմ նաև, որ առաջ Փեսայի ծնողները հարսի համար գլխագին էին տալիս, որը կոչվում էր կալմ։ Այժմ այդ ավանդույթը չի գործում, փոխարենը կա նմանատիպ մեկ այլ ավանդույթ, որը կոչվում է հարեգրն։ Հարեգրը կարող է անցկացվել և հարսանիքի ժամանակ հարսի տանը, և նախքան հարսանիքը, երբ նշանադրությունն է տեղի ունենում։ Սոնատ, որը նշանակում է թլպատում։ Թլպատումը եզդիների մոտ ունի նույն կարևորությունը, ինչ քրիստոնյաների համար մկրտությունը։ Եզդիների շրջանում թլպատվում են բոլոր նորածին տղաները, և դա կրոնական կարևորագույն սովորույթներից է համարվում։ Թլպատման արարողակարգն առկա է նաև շատ այլ ազգերի մոտ, հատկապես մուսուլմանների։ Թլպատումը շատ կարևոր արարողակարգ է եղել նաև հին եգիպտացիների մոտ, և այդ ավանդույթն անցկացվում էր փարավոնների և քրմերի կողմից։ Որոշ երկրներում թլպատումն ուղղակի սեռական օրգանների հիգիենայի պահպանման նպատակով է արվում, սակայն եզդի ազգի մոտ դա ավելին է նշանակում, քան ուղղակի հիգիենայի պահպանում։
Թլպատումը խորհրդանշում է եզդի երեխայի մուտքը կրոնական կյանք։ Թլպատումը պետք է անցկացվի միմիայն Շիխ Սնշեխի ներկայացուցչի ներկայությամբ, ով մինչև արարողակարգի վերջանալը աղոթում է երեխայի համար։ Թլպատումը մինչ օրս սրբազան պարտականությամբ պահպանվել է Իրաքի եզդիների շրջանում, ինչը չի կարելի ասել Հայաստանում կամ Ռուսաստանում բնակվող եզդիների պարագայում։ Եթե մենք ասում ենք թլպատման արարողակարգն անցկացնում է Շիխ Սնշեխի ներկայացուցիչը, ապա դա չի նշանակում, որ ինքն իր ձեռքով է այն իրագործում։ Դա մեղք է համարվում իր կողմից։ Շեխը պետք է միայն աղոթի եւ իր աղոթքների շնորհիվ երեխան մուտք գործի շարֆադին կրոն եւ դառնա եզդի։ Թլպատումն իրագործում է քիրվան։ Քիրվա է կոչվում նա, ով գլխավոր մասնակիցն է թլպատման արարողությանը եւ երեխային իր գիրկն է առնում, շոյում, որպեսզի նա չվախենա եւ ապա սկսվում է վիրահատությունը։ Եզդիները նրան անվանում են նաեւ քրիվե խունե։ Դրանից հետո քիրվայի եւ երեխայի ընտանիքի անդամների միջև ազգակցական հարաբերություններ է ձևավորվում։ Քիրվայությունը հատկապես մեծ նշանակություն է ունեցել հայերի եւ եզդիների շրջանում 18-ից 19-րդ դարերում։